Գևորգ Ղազանի հետ խաղում ենք հայրաքաղաքի լեգենդներ։ Որ թվականին է Յուրի Վարդանյանը նվաճել իր միակ ոսկե մեդալն օլիմպիական խաղերում։ 86 Ոչ 1980, 2013 թվականի մարտի 10-ին այդ հարձակվողը Մոսկվայի Սպարտակի կազմում նորամուտը նշեց հետ-թրիկով։ Յուրամովսյան։ Ճիշտ է, 1987 թվականին նրա 8 մետր 86 սանտիմետր արդյունքը մինչև օրս հեռացածքի Եվրոպայի ռեկորդն է։ Էմյան Ռոբերտ։ Ճիշտ է, հունարոմեական ոճի ըմբիշ այդ հայրն ու որդին տարբեր տարիներին հանդես են եկել օլիմպիական խաղերի եզրափակում։ Արսեն եւ Լևոն Ջուլֆալակյաններ։ Ճիշտ է, օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր այդ ծանրորդը Հայաստանի հավաքականում արկա մրցակցության պատճառով 2022 թվականից ներկայացնում է Բահրեյնը։ Գոր Մինասյան։ Ճիշտ է, 2003 թվականից նա ֆուտբոլի Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն էր, մինչև 10 տարի անց նրան շրջանցեց Հենրիխ Մխիթարյանը։ Մի հատ էլ կընթերցեք խաղ։ 2003 թվականից նա Հայաստանի հավաքականի լավագույն Արտուր Պետրոսյան։ Ճիշտ է, այդ ծանրորդը 1988 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալ նվաճեց ԽՍՀՄ, իսկ 92-ին ոսկե մեդալ ԱՊՀ թիմի կազմում։ Իսրայել Միլիտոսյանն էր ճիշտ պատասխանը։ Եվ վերջին հարցը լավ ես հասցնում եմ ընթերցել, որ հարգի մեդալն է Արթուր Ալեքսանյանն ավելի շատ նվաճել օլիմպիական խաղերում։ Արծաթ։ Արծաթը ճիշտ պատասխանն է եւ Գևորգ Ղազարյանը կարելի ասել խզարեց այս փուլում ծափահարությունների արժանացավ նույնիսկ մրցակիցների կողմից եւ գնացի Գևորգ ես իրականում ընթերցել 8 հարց, որից 6-ին դու ճիշտ պատասխանեցի։